Գյուղատնտեսական տարին շուտով կմեկնարկի, հետևաբար կսկսեն վառը լիքի պարարտանյութի թանկության մասին զրույցները, բայց ամենակարևորը ոռոգման անբավարարության թեման նորից կդառնա ամենաթոփերից մեկը։ Ոռոգման ջուրը վերջին տարիներին եղել է եւ մնում է համար մեկ խնդիրը, որը խոչընդոտում է գյուղ ոլորտի զարգացմանը։ Կլիման է պատճառը, կրկնում են պատասխանատու չինովնիկները եւ մեջբերում տարբեր ծրագրեր, որոնք իրականացվում են ջրի տնտեսման համար։ Մյուս կողմից խոսում են ոռոգման ցանցի ընդլայնման մասին, ինչը պետք է մեծացնի ֆերմերային տնտեսությունների աշխարհագրությունը։ Վերջի 5 տարվա ընթացքում ոռոգման ցանցը ինչքան հավելյալ տարածքների վրա է տարածվել, այսքան ինչքանով ընդարձակվել, որովհետև երկրի օրինակ վարելաողելի մոտ 50%-ը չի մշակվում։ Թիվը, որի հետ մենք աշխատում ենք, մոտավորապես 100,000 հեկտար է, բայց նաև կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կողմից ունենք հանձնարարական 100,000 հեկտարը հասնել ապագայում 700-800,000-ի։ Այսինքն Հայաստանում այս պահին ահռելի քանակությամբ վարելահողեր մատնված են պարապուրդի, քանի որ անջլդի են։ Կառավարությունը տարիներ շարունակ մեծ ֆինանսական միջոցներ է ներգրավել այս իրավիճակը փոխելու համար, սակայն էական տարբերություն ոռոգման ջրի հասանելիության մասով կարծես չկա։ Հիմա էլ գործադիրը հերթական մեծ վարկային պայմանագիրն է պատրաստում, այդ թվում ոռոգման ցանցի նորոգման համար։ Այն տեղերն են իրանք վերանորոգել, թեկուզ կապիտալ շինարարություն են արել, որտեղ որ սովորական մեքենան գնում կանգնում է, ղեկավարներն էլ կարողանում են մոտենալ առանց կոշիկների ծայրերը փոշոտվելու, իբրև թե դիտում են ռեպորտաժ են պատրաստում։ Դրանից այն կողմ տարածքներ կա, որ բացարձակ սկիրանք ոտքով էլ չեն անցել։ Այս պահին ըստ պաշտոնական տվյալների ջրի կորուստը 50%-ի սահմաններում է, բայց այդ թիվը խիստ մոտավոր է, քանի որ չկան հստակ չափման մեխանիզմներ։ Ժամանակին Հայաստանում տեղադրվել էին SCADA համակարգի բաղադրիչներ, որպեսզի հասկացվի, թե յուրաքանչյուր սպառող ձկնաբուծարան, ֆերմա, հեկ որքան է ջուր վերցնում համակարգից։ Սպառվող ջրի քանի տոկոսն է ջրաչափվում։ Ցավոք շատ փոքր տոկոսը ունենք սարքեր, որոնք դրվել են, հետո հավաքվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են, փչացվել են, վնասվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում։ Այսինքն պետությունը այս պահին չունի պատկերացում, թե գետնի վրա ով որքան ջուր է սպառում, որտեղից որքան ջուր է դուրս գալիս եւ որքանն է տեղ հասնում։ Ամեն ինչ մոտավոր է։ Գերօգտագործման ընկերությունների մոտ իրանք ցույց են տալիս 46-ից 50% կորուստ, տեղ կա ավելի բարձր, գանձումներն են խայտարակ, բայց մեծ ցանցերում կորուստները շատ ավելի բարձր է։ Խնդիրը լուծելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղից է այն սկսվում, հստակ տեղը եւ պատճառները։ Ոռոգման համակարգի վերաբերյալ այս պատկերացումները չկան։ Գուցե այդ է պատճառը, որ տարիներով հարյուրավոր միլիոնների ծախսն այս ոլորտում այդպես էլ արդյունք չի տալիս, եզրակացնում են մասնագետները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։